Թվով իր մեծությամբ երկրորդ քաղաքի եւ երրորդ քաղաքներում ընտրությունները նոր սկզբունքով, նոր ընտրական օրենսգրքով եւ այդ նոր ասացի մեջ մենք բնականաբար մտածում ենք, որ նոր մոտեցումներ պետք է լինի, նոր քաղաքական մշակույթ պետք է կարողանանք արձանագրել եւ որակապես նոր ընտրություններ։ Այն որ լարվածություն կար, լարվածությունը ամենուր էր, պատասխանատվության զգացողությունը մենք բազմիցս ենք խոսել, որ յուրաքանչյուր ընտրական գործընթաց ի վերջո ինչ եզրահանգում էլ որ ունենում է պատասխանատվությունը եւ պատասխանատուն մնում է իշխանությունը եւ իշխանության ներկայացուցիչները, բայց այս ընտրությունները իր տեսակով եւ բնույթով նաեւ ժամանակահատվածի առումով որոշակիորեն բացառիկ էին, քանի որ նաեւ բոլորը քաջ գիտակցում էին, որ բազմաթիվ նոր կուսակցություններ են ձևավորվել եւ նոր կուսակցությունները բազմաթիվ նոր մոտեցումներից էին խոսում, նոր քաղաքական մշակույթից եւ նոր հնարավոր զարգացումներից, հատկապես խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ինչեւ է նաեւ այս մի պատկեր որտեղ ցույց տվեց, թե որ քաղաքական ուժը ինչքանով է գործունակ, ինչքանով է այս ներկայիս մրցակցությանը պատրաստ մրցակցելու եւ ստացվեց այն արդյունքները, որոնք որ ստացվեց։ Հիմա ավելի հստակ Գյումրու եւ Վանաձորի հետ կապված իմ ձեռքի տակ են այն թղթերը, որտեղ որ արձածոլում է հիմնական քվեների արդյունքները։ Որ նորմերով է ստացվում, թվերով խոսենք, որ 14889 քվե ստացած թեկնածունա կարողանում քաղաքապետ նշանակել այն պարագայում, երբ որ ընդդիմադիր կոալիցիոն ներկայացությունը 19059 ձենա ընդհանուր առմամբ ապահովել Վանաձոր քաղաքում։ Այնուամենայնիվ 4 ձայնի տարբերությամբ հանրապետական կուսակցության ներկայացուցիչը կարողանում է հաղթանակ արձանագրել։ Մենք բոլորս հետևել ենք, թե ինչ պայմաններում, ինչ մթնոլորտում կարողացան այդ քվեարկությունը կազմակերպել, երբ ավելի շատ աղմուկ էր, ուղիղ մի քանի լրատվամիջոցների ջանքերով ուղիղ հեռարձակվում էր եւ բոլորը կարողանում էին հետեւել, թե ինչ մթնոլորտում է տեղի ունենում եւ ակնհայտորեն ներկայացնելով օրենքի տառին ոչ ներդաշնակ մոտեցումներ, մասնավորապես որ քվեախուցը բոլորի աչքի առջև այդ հասկանալի է, բնականաբար ինչ նպատակներով։ Գրիչը պետք է լիներ հենց միակ այն գրիչը, որը որ տեղադրված էր այդ քվեախցում, հեռախոս կամ անձնական այլ իրեր չպետք է լիներ որևիցե ավականու թեկնածուի ներկայացուցիչի կողմից։ Եվ ինչևէ, այս ամեն ինչը մենք նաև քննարկել ենք այս համապատասխան փաստաթուղթը ստորագրելուց հետո, ինչ հնարավոր ռիսկեր կան եւ ինչ զարգացումներ են հնարավոր տեղի ունենալ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունում մենք շատ լավ գնահատել ենք այս ռիսկերը եւ գիտակցում ենք ինչա ի վերջո տեղի ունենալու եւ հատկապես այդ օրը ինչի համար են ուզում, որպեսզի գաղտնի տեղի ունենա, փակ տեղի ունենա եւ որևիցե ավականի, անկախ նրանից ինչ մոտեցում լինի, հանգարց չարտացոլվի ընդդիմության կողմից, որ ավականիներն են քվե տվել գործող իշխանության ներկայացուցիչի օգտին։ Սահմանված նմուշների մեջ մենք Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները եւ ավականու ներկայացուցիչները ընդհանուր համաձայնության եկանք, որպեսզի տարբերվի մնացած պայմանավորվածությունից բացի, որ ընդհանուր պայմանավորվածություն արդեն իսկ կար, որը որ խախտվեց ըստ էության, բայց մեր քվեները մենք կարողացանք առանձնացնել մեր 3 թեկնածուների, թե ինչ ձևով են քվեարկել Բարգավաճ Հայաստան խմբակցության ավականիները, 3 ավականիները։ Այդ քվեները նաև վերահաստատել է Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչը, որ տարբերությունը ակնհայտ է եւ ակնհայտ է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ավականու անդամները պահպանել են իրենց պայմանավորվածությունը եւ իրենց սկզբունքներից հեռու չեն գնացել։ Հիմա արդեն կարող եմ ասել մեծ հաշվով, նախ սկսած ծալելու ձևից, երեքն էլ տարբեր ձևի պայմանավորվել ենք, ծալելու ձևից, ոնց պետքա ծալվել, եւ այդ պտիչկա ասածը ինքը կոնկրետ ձևով աջ անկյունի վանդակից պետքա դուրս եկած լիներ եւ մի փոքր կոր լիներ։ Ուրիշ ոչ մի քվեաթերթիկ նման ձև չունի ու ծալված չի։ Այսինքն եթե դրան մոտիկ է լինի, ինքը ծալված չի։ Սենց այս մեկնաբանը, որը որ հստակ արձանագրվել է այս պայդրությամբ, որտեվ այլ հնարավոր մեխանիզմ, որպես այդպիսին չկար։ Կրկնում եմ, դա ոչ միայն փաստացի ամրագրել են Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչը հանձնաժողովում, այլ նաև Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչը, ով որ ինքը տեսել է եւ կարողացել է մեր ներկայացուցիչը ապահովել։ Ինչևէ, արդյունքների արդեն հրապարակումը տեղի է ունեցել, բայց առաջիկայում բնականաբար ավականին պետք է իր աշխատանքները շարունակի եւ ստեղծված իրավիճակում
դա ակնհայտ է, որ մեծամասնություն չի կարողանում ձևավորել եւ լեգիտիմ աշխատանքներ չի կարող իրականացնել ներկայիս քաղաքապետը միանձնյա ստեղծված կոալիցիոն ուժերով։ Եվ այս պայդրությամբ էլ որոշում կա չմասնակցելու նիստերին կամ եթե մասնակցելու ինչ-որ որոշում է լինի, որովհետև այս որոշումները կայացնում են արդեն իսկ ավականու ներկայացուցիչները համապատասխան նաև այս հռչակագրի միասին գործելու, որպիսի միասնական արդեն ձևով եւ բաց է լինելու արդեն իսկ քվեարկությունները եւ ակնհայտ է դառնալու, թե որ 4 ավականու անդամներն էին, որ իրենց պայմանավորվածությունը, իրենց փաստաթղթի տակ ստորագրությունը եւ իրենց սկզբունքները մեծ հաշվով դավաճանեցին, այլ կերպ հնարավոր չի որակել։ Պարոն Փեժյան, կարելի քաղաքական պայմանավորվածությունը ստեղծան քաղաքից, դա կոնկրետ ձեր քաղաքական մասով մասում, հա։ Հետագայում քաղաքական պայմանավորվածությունների, դուրը քաղաքում է, թե ամեն դեպքում դուք ելի պատրաստ եք հետագայում վստահության պահպանելու քաղաքական բանալիցների և պայմանավորվածությունների վստահությունը պահպանվում է, թե որոշակի վերապահումներով եք ասում մոտենալու։ Ներքին վերապահումներ կան, բայց բնականաբար իրավունք չես վերապահում, քանի որ դա չես կարող փաստացի ասել այս անձնա կամ այն անձնա, կամ որ քաղաքական ուժից կարող է լինել, ըստ էության աննրա։ Ես դες մի հատ բան էլ ասեմ, էլի 4 քվեի մասին է, չէ՞ խոսքը գնում։ Առհասարակ թեկուզ ով ում ինչ ասի կամ չասի։ Բարգավաճ Հայաստան կուսակցության 3 անձ է։ Ամենա, չգիտեմ, վատ պարագայում կամ ինչ-որ բանի։ Ո՞ր գործընթացից հետո որքանով է հնարավոր նավարարած եւ նա արդյոք կուզենա նորից այդ ամենից հետո դա նորից հետ։ Գիտեք ինչպես, ես ձեզ անկեղծ ասեմ, ես ձեզ ներկայացրեցի ինչա տեղի ունեցա, ես ընդհանուր նաև հղում արեցի, որ դուք ինքներդ էլ հոլովակով եք տեսնեք, թե իրականում փաստերով ինչ ձև է տեղի ունեցել, իսկ հնարավոր վերադարձի հետ կապված ես ձեզ վստահեցնում եմ, դա անձամբ Գագիկ Ծառուկյանը կարող է որոշել եւ նրա որոշելու հարցն է, նա ցանկանում է քաղաքական դաշտում իր մասնակցությունը ակտիվ քաղաքականության մեջ ներգրավելու, թե ոչ։